Ցանկացած իշխանություն գնահատվում է իր արդյունքներով։ Իսկ արդյունքները հետևյալն են. մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը կար, Արցախը հիմա չկա։ Մինչև այս մարդկանց իշխանության գալը որևէ մեկը հայոց ցեղասպանության հարցը հարցականի տակ չէր դնում, նարատիվներ առաջ չէր տանում, թե բա մի հատ հասկանանք ոնց է տեղի ունեցել ցեղասպանությունը, մի հատ հասկանանք ովքեր են այն մարդիկ, ովքեր ցեղասպանության են ենթարկվել, որը փաստացի ուրացում է նշանակում մեր պատմության, ցեղասպանության իրողության։ Մինչև այս մարդկանց գալը Արարատը մեզ համար հպարտության աղբյուր էր եւ հիմա շարունակում է լինել հպարտության աղբյուր։ Այլ բան, որ իրենք հարցականի տակ են դնում, Արագածի հետ են հակադրության մեջ դնում։ Եվ մինչև այս մարդկանց գալը, մոտ 30 տարի 8 միլիարդ էր պետական պարտքը, իսկ հիմա արդեն 15 միլիարդի մոտ է մեր պետական պարտքը։ Եվ հետեւաբար հունիսի 7-ը ճիշտ այն օրն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գնահատական տա այդ արդյունքների, այն ամբողջ ողբերգությանը, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Այս օրերին այն ծավալի ագրեսիան, որ իրականացվում է իշխանության կողմից, հասկանալի է, որովհետև ուրիշ բան չունեն առաջարկելու։ Բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները համբերատարությամբ լցվեն առաջիկա օրերին, որովհետև հիստերիաները միայն գնալով ավելանալու են, եւ ուղղակի գնան եւ իրենց վճռական արձագանքը տան այս իշխանությունների այս տարիների վարած քաղաքականության ու ողբերգություններին, որ իրենք բերել են մեզ բոլորիս։